ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, եթե Հայաստանը սկսի անցնել ԵՄ չափանիշներին, ապա հանրապետության հետ տնտեսական ինտեգրացիան օբյեկտիվորեն կարիք կլինի կրճատել։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում միգրանտների համար կգործեն սովորական պահանջներ, ինչպես մյուսների համար, եւ նրանք ստիպված կլինեն արտոնագրեր ձեռք բերել Ռուսաստանում աշխատելու համար։ Ռուսաստանը կբարձրացնի էներգակիրների գները, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Հայկական կողմը պետք է մտածի նաեւ, թե որ շուկաներ կգնա իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզվեն, մանրամասնել է Ռուսաստանի նախագահը։ Միևնույն ժամանակ Կրեմլի ղեկավարը հավատացրել է, որ Երևանի ցանկացած որոշում չի վնասի երկկողմ կապերին։ Մեր ժողովուրդները դարավոր բարեկամական կապեր ունեն, այնինչ լավ է հայերի համար, լավ է նաև Ռուսաստանի համար։ Արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, մանրամասնել է Ռուսաստանի նախագահը։ ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները հանդես են եկել Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, հաշվի առնելով ԵՄ-ին միանալու ուղղությամբ Հայաստանի գործողությունները, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար դրա հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամներին հասցվող վնասը կանխելու անհրաժեշտությունը, որոշում է կայացվել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում դեկտեմբերին զեկույց կներկայացնեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կասեցումը։ Մենք ընդունում ենք Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որի ընթացքում պետք է որոշվի, արդյոք Հայաստանը միանում է Եվրամիությանը, թե մնում է ԵԱՏՄ կազմում, ասված է համատեղ հայտարարության մեջ։ Ավելի ուշ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա կառույցից։ Նրա խոսքով հայ ժողովուրդը պետք է հասկանա, ինչ է շահում եւ կորցնում ընտրելով ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Աստանայում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ եւ կան նրբություններ։ ԱՊՀ գլխավոր քարտուղարն էլ շեշտել է, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցում Հայաստանի մտադրությունները սկզբունքային են եւ քննարկվում են, սակայն Սերգեյ Լեբեդևի ձևակերպմամբ բարեկամական տրամադրվածությամբ։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, այդ գործընթացը տարիներ է տևում, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այժմ չի կարելի երես թեքել, դրանից շատ բան է կախված, ասել է Պաշտոնյան։ Նրա համոզմամբ Հայաստանը նույնպես գիտակցում է ԵԱՏՄ-ի կարևորությունը։ Հետևաբար ոչ ոք հիմա չի ծրագրում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են Փաշինյանը եւ շատ այլ առաջնորդներ, հավելել է Լեբեդևը։ Ռոսպոտրեբնadzորը հանձնարարել է կասեցնել 64.5 միլիոն շիշ ջերմուկ հանքային ջրի իրացումը Ռուսաստանում։ Նոր խմբաքանակների արգելափակման հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում։ Ռոսպոտրեբնadzորի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե որոշման հիմք են հանդիսացել տեխնիկական կարգավորման հետ կապված խախտումները։ Ջրի մեջ իբր հայտնաբերվել է հիդրոկարբոնատի, իոնի, քլորիդների եւ սուլֆատների պարունակության գերազանցում։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ մեկնաբանել է Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքատեսակների, այդ թվում գյուղատնտեսական մթերքների ներմուծման սահմանափակումը։ Նա նշել է, թե գազի հետ կապված հարցերը շատ ավելի զգայուն կլինեն, հարկավոր է թույլ չտալ, որ բացասական զարգացումներ լինեն։ Ռեշետնիկովը կրկնել է, թե Երևանի ընտրած կուրսը կարող է խանգարել ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։